Հեչ քո գրած քարյակներից հիշում ես, որ բանակից ուղարկում էիր։ Նամակ եմ գրել, քարյակներ եմ գրել, Բայց ոչ մի բան չես։ ամեն ինչ գրել եմ։ Ինչու է ժամանակ չէինք գնում ման գալու։ Չգիտեմ ինչ ասեմ, քեզանից էր կախված, դու պետք է որոշեիր Թե դնել։ մեզ թույլ չէին տալիս, մեզ ձեռք չէր իրավունքը։ Իրավունքը մեր ծնողների ձեռքն էր, ճիշտ է։ Այո։ Դե մենք ենթարկվող անձ էինք, աշխատում էինք, աշխատավարձը տալիս էինք տուն։ Տենց էր կարգը, տենց էինք անում։ Ինչ անեինք։ Մի քանի տարի էլ այսպես ապրեինք, Շատ կապրենք։ Եթե մենք իրար շատ սիրենք, ցավը տանեմ, շատ կապրենք։ Դու 100 տարի ես դրել։ Այո, 100 տարի պետք է իրար կերկենք ու սիրենք, էդ է պետք։ Մեզ այսօր էդ է մնացել։ Բա ոնց։ Մի քիչ։ Մեր սիրո երկրորդ շրջանը ցավը տանեմ, հիմա է սկսվում։ Էլ ինչ սեր է այս տարիքում։ Հիմա փոխադարձ հարգանք է Այ ապրել։ ցավը տանեմ, հիմա է սերը։ Հա, Բա ոչ, ջայր ժամանակ մարդիկ մենակ մի բանի մասին էին մտածում, իսկ հիմա եւ նրա եւ մյուսի։ ահա։ Կարող է սխալ եմ ասում։ Իմացի, կյանքը մի անգամ է տրվում մեզ։ Ես Ապարանի շրջանի Քուչակ գյուղից եմ, ինքը նույն շրջանի Չքնավ գյուղից։ 1964 թվականին ես գործողեցին մանկավարժական կուրսեր Լենինականում, որտեղ էլ ես ծանոթացա իմ Գրետայի հետ։ Ինքը մաթեմատիկայի բաժնում էր սովորում, ես դասվարական։ Ծանոթացանք, իմացանք, որ նույն շրջանից ենք, տարբեր գյուղերից։ Պատահական դասից դուրս էինք գալիս, տեսա մի շեկլիկ աղջիկ կանգնած ընկերուհիների հետ զրուցում էր։ Ինքը իրոք շատ գեղեցիկ տղա է, կեսրուս է շատ էր հպարտանում, որ տղան շատ սիրուն է, սև աչքունքով, մազերը գանգուր, խիտ, բոյով ինքը։ Նիհարոտ էր, շեկլիկ, որն ինձ շատ էր դուր գալիս։ Ես չէի սիրում գեր աղջիկների։ Ու շատ կոպիտ էր հագնվում։ Կարծեք, թե այդ պահին ես սիրահարվեցի եւ ամեն օր աշխատում էի դասամիջոցների ընթացքում հանդիպել նրան։ Մի օր էլ մոտեցա, ասացի. Գրետա ջան, դու ինձ շատ ես դուր գալիս։ Եկ հաճախակի հանդիպենք, ասացի ամենահարմարը Գորկու այգին է։ Եվ հանդիպեցինք այնտեղ։ Մեր դասախոս այգում էին, բայց չէինք տեսել, Արտոն ավելի շուտ էր նկատել ու դուրս եկավ։ Հայոց լեզվի դասախոսը ասել էր. Արտավազդ, ես ինչ ես անում այստեղ, ասում է, դե դուրս է եկել հանգստանալու, ասում է, թե եղնիկ բռնելու։ Արդեն Արտոն զգաց, որ դասախոսը նկատել է։ Հաջորդ օրը դասի ժամանակ ինքը շատ խիստ դասախոս էր, ես այնպես էի կծկվել, չգիտեմ ճանաչել էր, չէր ճանաչել, բայց ես ամոթխած նստել էի դեռ 2 ամիս ենք սովորում ու ընկերություն։ Մտերմությունը աշճանաբար հասավ իր գագաթնակետին, որ ես կարողացա մոտենալ նրան եւ համբուրել։ Առաջին համբուրից հետո Գրետան շիկնեց, բայց ես համարձակվեցի երկրորդ անգամ համբուրել, այս անգամ արդեն ձեռքս գցեցի իր պարանոցը։ Դա եղավ մեր մտերմության առաջին պահը։ Ավարտեցինք, գնացինք ամեն մեկս մեր տներով։ Ամուսնության առաջարկությունը ես արեցի այն ժամանակ, երբ պետք է բանակ մեկնեի։ Նա խոստացավ, որ անպայման կսպասի ինձ։ Ես էլ այդ սերը սրտումս գնացի բանակ։ Խոստացա, որ կսպասեմ իրեն։ Բանակից վերադարձավ, եկան ուզելու։ Մայրս ուղղակի փախանձանքով ինձ խնդրեց, ասեց տղա ջան, ես հիվանդ եմ, գործարող չկա, պետք է շուտ ամուսնանաս։ Չէ որ դու սիրած աղջիկ ունես, արդեն ծնողներս գիտեին այդ մասին։ Դե ասի մայրիկ ջան, ես էլ այդ բառին էի սպասում։ Ու գնացինք ուզելու Գրետային, հայրը չտվեց։
Չեմ տալիս եւ վերջ։ Սրանք էլ ամբողջ գյուղին հավաքել բերել էին կոլխոզի նախագահով, քարտուղարով։ Ու նախագահն ինձ էր խոսում, որ դեռ չի պատահել այնպես բան, որ ես գնամ աղջիկ ուզելու, ինչ չտան, պապաս ասեց հանգիստ գնա։ Մի ասա որ չեն տվել։ Չէր ուզում այդ փոքրիկ գյուղը աղջիկ տալ, որովհետև իրենց գյուղը 10 անգամ մեծ էր մեր գյուղից։ Կեսուրը շատ խելոք, համեստ, շատ գեղեցիկ կին էր։ Հարցրեց աղջիկ ջան, բա որ դու ուզում ես, դե պապայիդ ասա որ ուզում եմ, բայց ո՞նց ասեմ որ ուզում եմ։ Այդ հնարավոր չէր այդպես։ Վերջապես երկրորդ անգամ գնացինք եւ նշանեցին Գրետային։ Հարսանիքը եղավ փետրվար ամսին։ Բուկ, բորան, ցուրտ 68 թիվներ ահավոր ձմեռ էր, բայց սահնակին ձիեր էին լծել, շալեր կային կարմիր, դեղին, մետաքսից կապել էին ձիերի վրա, ու ուզում էին, որ անպայման ինձ ու Արտոյին նստացնեին այդ սահնակը ու այդպես մտնեին գյուղ։ Շատ սիրուն հարց էր դարձել, ես իրենով էի հիանում, ինքը ինձանով։ Գյուղ ենք մտել, ես նիհար, մազերս կտրած, իրանց գյուղում էլ ընդունված չէր դա։ Իրա հորեղբոր կինը բարելով եկավ, սենց այս բա ասում են գեշա, լավ է սիրուն, սպիտակ։ Իրանց մոտ նիհարությունը ինքն էլ կասի երևի, դա գեշության ամենավերջին աստիճանն էր, որ նիհար էր։ Հորաքրոջ Սամուսինը միացնում էր երաժշտությունը ու ձեռքից բռնած պարել էր սովորեցնում, ինչպես շարժել ոտքերը, ինչպես շարժել ձեռքերը։ Սովորի Բաքու հարսանիքն հարսին պիտի պարեցնեն ու պարացնում էր։ Մի քիչ ստացվեց։ Խմի թե չսառի։ Քանի տարի է որ միասին թե ենք խմում առավոտները։ Երևի շատ քիչ ժամանակ։ 40։ Հա, որտեվ առաջ չէինք խմում։ Ճիշտ է։ Ոնց անցան այդ 57 տարիները։ Անցան, դարձան պատմություն։ Դարձան պատմություն։ Մեր կյանքից անցավ ամեն ինչ։ Իմ երեխաները, իմ կյանքն են, իմ ջերմությունը։ Մեր կյանքը մաշեցինք, դաստիարակեցինք, բայց իսկական մարդ դարձրեցինք։ Առանց իրանց կյանք չկա։ Ճիշտ ասանես, պատահել է որ փոշմանած լինես կոնտրության մեջ։ Երբեք Չի եղել այդպես բան։ երբեք դες բան չեմ մտածել, ցավը տանեմ։ Ես միշտ ուզեցել եմ իմ կողքին լինես, ջերմացնես ինձ, որովհետև մենք այս տարիքում դարձյալ իրար սիրում ու փայփայում ենք, ցավը։ Նայում եմ դեմքիդ ինչքան ես փոխվել, ինչքան։ Շատ եմ փոխվել։ Շատ։ Ինչ ես ուզում։ Ուզում ես ջահել դեմքս երևա, փայլի, ճառագայթները խփի քեզ։ Շուքի տակ էլ ես մնամ։ Շվաքում էլ դու մնաս։ Հա։ Չէ։ Ամեն ինչի ժամանակն ունի։ Ծառը ոնց է։ Բողբոջում, ծաղկում, հետո աշխատել։ Հիմա մեր աշունն է։ Հիմա մեր կիսա աշունն է։ Ես դեռ նպատակ եմ դրել, որ իմ ծորներին էլ պսակեմ։ Բաց չի։ Դա տեսնենք, եթե Բայց միասին։ անպայման։ Չխափեսին։ Անպայման։ 75 թվին տեղափոխվել ենք նոր Երզնկա։ Ծնողներս էլ օգնեցին երեխաներից մեկին։ Մայրս էր պահում մյուսին, կեսուրս գնում ենք սովորելու։ 9 ամիս հետո ծնվեց առաջնեկս, տղաս։ Հաջորդ տարի ծնվեց աղջիկս, Ծովիկը։ 5 տարի հետո ծնվեց աղջիկս։ Երևակայի չփոշմանեցինք, ոչ ես, ոչ ծնողներս, ոչ էլ իր ծնողները։ Հիշում ես 1974 թվականին տեղափոխվեցի մենակ նոր Երզնկայի միջնակարգ դպրոց։ Քանի տարի է արդեն։ Քանի 51 տարի է անցել։ Ինչ երկար տարիներ Եվ են, բայց ինչքան դժվար էր իմ համար առանց կին ապրել։ Շաբաթը մեկ անգամ կարոտս առնում էի քեզանից իմ սիրելի Գրետա։ Էլ չեմ դիման։ Եվ իմ բալիկներից ու նորից վերադառնում էի
նոր երզնկա։ Այդ մեկ տարին այնքան ծանր անցավ, մինչև որ բոլորս միավորվեցինք, չէ՞։ Բոլորս միավորվեցինք եւ ամենակարևորը, որ տուն ստացանք եւ շատ ուրախացան երեխաները, որ մենք արդեն ունենք տուն։ Չէ՞ որ մինչև այդ ես մնում էի դպրոցում։ Ճիշտ է, հա։ Եղել եմ խստապահանջ մանկավարժ։ Ունեմ 40 տարվա մանկավարժական փորձ։ 15 տարի աշխատել եմ աշխատանքի ուսուցման ուսուցիչ, մնացած տարիները աշխատել եմ ռազմագիտության ուսուցիչ։ Աշխատել եմ նաև դաստիարակության գծով տնօրենի տեղակալ։ 40 տարվա մանկավարժական փորձ ունեմ, յուղում 8 տարի դասավանդել եմ հայոց լեզու, որ տեղափոխվեցինք նոր երզնկա, արդեն դասվար աշխատեցի։ Առաջի տարվանից մի սենյակ են հատկացրել ինձ ու մինչև 2005 թիվը աշխատել եմ այդ նույն դասարանում։ Հիշում ես Գրետա, որ առաջին անգամ մտարես դասարանը, ընդամենը 8 աշակերտ ունեցող դասարանից տեղափոխվեցիր 37 աշակերտանոց դասարան։ Ոչ չեմ Ինչքան դժվար էր։ Դու կարող ես տեղից ցույց տալ իմ դասարանը։ Ես քո դասարանը ցույց կտամ։ Եվ երկային սարքերի։ Սա էլ քո դասարանն է, Գերմայի։ Սա էլ իմ դասարանը։ Բարով եք եկել։ Բարև ձեզ Մեսրոպյան ջան, բարև ձեզ երեխաներ։ Երեխաներ, ընկեր Մայլյան, ընկեր Պետրոսյան, վաստակացած մանկավարժներից են, որոնք դասավանդել են եւ կրթել են մեր սերունդին։ Ես ընկեր Պետրոսյանի բարեգնարս տեսել եմ ու ինքը ասել է, որ իմ պապային դաս տվել է։ Ապրես ճիշտ է։ Նարեկ։ Ես իրանց գիտեմ, ես ընկեր Մայլի մոտ այդում եմ դասես եմ անում։ Դասապատրաստման է գալիս։ Միջև այսօր էլ, այո։ Ճիշտ է։ Ահա, Բոլորի ծնողներին էլ դաս եմ տվել երեխաներ։ 2005 թվականին դպրոցից դուրս եկանք ու մեկնեցինք Ռուսաստան։ Մեր երեխաների մոտ։ Իսկ այնտեղ ընկեր Մայլյանը սեպտեմբերի 1-ին հուզվեց, լաց եղավ, որ այսօր սեպտեմբերի 1-ն է, իսկ ես մնացել եմ առանց աշակերտների։ Այդ տարի իմ դասարանը փոխադրվում էր երկրորդ դասարան։ Կանգնել էին դպրոցի հրապարակում, ստեղացման ներս չէին մտնում, թե մինչև ընկեր Մայլյանը չկա ներս չեն գնում։ Էլի հուզվեց։ Բա, շատ վատ է, երեխաներ, դուք էլ եք հուզվում։ Ոչ, իհարկե, պետք է պինդ մնաք, սա է պետք, որ հետագայում հայրենասեր մարդիկ լինեք։ Շատ եմ կարոտում դպրոցը, այնքան կուզենայի, որ ես էլ գնայի աշխատեի, բայց դե տարիքս չի ներում։ Որպեսզի ես իմ հետաքրքրությունը սպառեմ, իմ էներգիան սպառեմ, մի քանի երեխաների հետ դասապատրաստում եմ անցկացնում, շատ սիրով։ Ես որ իրենց շատ եմ սիրում, երևի իրենք էլ են ինձ սիրում, չգիտեմ։ Բարև ձեզ, երեխեք ջան, տանը ձեզ են սպասում, գնացեք։ Բարև ձեզ, ընկեր Մալիա։ Բարև երեխաներ, ձեզ կոնֆետ վերցրեք։ Շնորհակալություն։ Խնդրեմ, նստեք ձեր տեղը։ Կարդա առաջի հանձնարարությունը, Նարեկ։ Թեմա, գրածա թեմա, վանք, միավոր, Միավանք, միավանք,
Բազմաբան Բարեր։ Ուրեմն ձեր թեման միավանք եւ բազմավանք բառեր։ Ինչ է նշանակում միավանք։ Ուզում եմ ասել, ինչ է նշանակում։ Մեկ վանք Մեկ վանք ունեցող բառ։ Բազմավանք նշանակում է շատ վանկեր ունեցող բառ։ Դու կարող ես միավանք բառ ասել։ Միավանք բառ։ Ահա, որ մեկ վանք ունենա։ Ես։ Ես, դու կարող ես ասել միավանք բառ։ Դու ասա։ Մի։ Մեկ։ Ես շատ հոգատար եմ իր նկատմամբ, ինքն էլ հոգատար է, բայց դե ինչ չի հասնի։ Երբեմն անկողին եմ հավաքում, եթե ինքը պարապում է երեխաների հետ, չի հասցնում խոհանոցը հավաքում եմ։ Ինքը շատ է սիրում խոսել, բայց ասեմ, անմիտ բաներ չի խոսում։ Գնում ենք քնելու, պլանավորում է առավոտյան ինչ պիտի են, ասում եմ, այ արտավազ, լույսը կբացվի, կմտածես ինչ անես, չէ, հիմա պետք է ծրագրեմ առավոտյան ինչ եմ անելու, ու սկսում է պատմել ինչ է անելու։ Երեխեք ջան, Գերմանիանը ձեզ կանֆետով է հյուրասիրել, իսկ ձեզ իմ աճեցրած է սիրուն լավ համեղ մրգերով։ Տեսեք պապիկն ինչ մրգեր է աճեցրել, դուք էլ ունեք այդպիսի մրգեր։ Նոր չի աճում, խնձոր աճում է։ Գարնանը Գերպետրոսյանը քեզ միակ Չգիտեմ, աճում է։ Գարնանը ես անպայման նոր կտամ ձեզ, կտանես, դուք էլ կունենաք, ցավը տանեմ, ես բոլորին բաժանում եմ։ Շնորհակալություն Արտո պապիկ։ Գերմանիան, իսկ դուք գիտեք, որ մանդարինը այս երկրում չի աճում։ Դու գիտես, չէ՞։ Դու Չէ, իմ վերցրես։ քուրիկն է ասել։ Ինձ մենք ապրեցինք մեր կյանքի 57 տարին։ 3 երեխա ունեմ, 8 թոռ եւ 7 ծոր։ Աստված ինձ երևի այդ կյանքը որ տվեց, Գրետային իմ կողքը դրեց։ Դա իմ երջանկությունն է։ Մարդու երջանկությունը ընտանիքի մեջ է։ Եթե ունես լավ ընտանիք, լավ երեխաներ, լավ թոռներ, լավ ծոռներ, ուրեմն դու աշխարհի ամենաերջանիկ մարդկանցից մեկն ես։ Մենք աշխատում էինք, որ անպայման իրար զիջենք ու դա ստացվում էր մեզ մոտ։ Տուն ընտանիքը երբեմն նաև ջղայնություն է լինում, մեկը մյուսին պետք է զիջեն։ Եթե չզիջես, հաջողության չես հասնի։ Խռովել չունի, չնայած ես էլ չեմ խռովում, բայց դե միշտ սպասում եմ, որ ինքը մոտենա։ Մոտենում եմ, թևս գցում եմ վզին կամ համբուրում եմ։ Տես ինչ նկարներ եմ առանձնացրել։ Սա մեր անձնակազմն է ուսուցչական։ Ընդամենը 8-9 հոգուց էր բաղկացած, բայց շատ համերաշխային։ Մեջների մեծը մենք էինք, դե Հիշում եմ, պատկերացրու։ ամենաավակը մենք էինք։ Մենք էինք։ Մակարյան Սերոժը։ Հույն աղջիկ էր մեր հետ աշխատում, ռուսաց լեզվի էր դասավանդում։ Ապարանցի աղջիկ կար, Լաուրա սիրահարվել էր ին վրա։ Իրոք այդպիսի բան եղել է։ Իհարկե։ Ճիշտ։ Մեկ-մեկ դասի չէր տալիս, ես էի պարապում իր դասարանը։ Հա, դա չի նշանակում, որ սիրահարվել էր քո վրա։ Դասամիջոցին էլ փաթաթվում ինձ համբուրում էր, ուղղակի ես ռեակցիա չէի տալիս, որովհետև զգում էի, որ դու կարող է իմանաս։ Հա։ Իհարկե։ Մենակ դրա համար։ Ոչ։ Հա։ Իմ ծնողները ինձ այնց էին դաստիարակել, որ ես միայն պետք է քեզ սիրեմ եւ իմ երեխաներին։ Ճաշում էինք, միասին ընթրում էինք, մեծամասամբ մեր տուն էինք գնում, հիշում ես, որ գնում Հա, էինք։ ճիշտ է։ Մայրը շատ հյուրասեր էր։ Շատ հյուրասեր էր, գնում էինք մեր տուն, մինչև երկրորդ հերթի սկսվելը։ Այո։ Հաց էինք ուտում ու վերադառնում էինք դպրոց։ 75 թվին դպրոցի բակում ենք նկարվել։ Հա, մեր 28 տարեկան ես էի, 27 դու էիր։ Մեր երիտասարդ ժամանակներ, չէ՞, Այո, էսի մերանեք է ժամանակ, որից Այո։ հետ կար։ Բաչեր դա։ Ինչքան քեզ կսիրեի։
Հիմա չես սիրում դու ինձ։ Հիմա էլ շատ եմ սիրում։ Դե Չես ժամանակվա սերը լրիվ ուրիշ սեր։ Չես կարող չսիրել։ Սա էլ մեր կանանց նկարն է ջերմուկում։ Հիշում ես։ Այո, Որ հիշում եմ։ ջերմուկ էինք գնացել։ Շատ լավ օրեր էին։ Ջերմուկի աշճաները մենակ ես ու Երիցյանը պարզ ասանք։ Երիցյանը այդ ժամանակ 60 տարեկան էր, ես Մեր 30։ պատմության ուսուցիչներ, հա։ Այս մեր հրավիրատոմսը հերս ա տպել։ Հա, Ձմեռվա փուքին գնաց Աբարան, հա, Աբարանում տվեց տպել։ ապարանում տվեց տպել։ Քանի մարդեր հրավիրված։ 100 հոգի, 100 100 հոգի հրավիրված էին իմ հարսանիքին։ 100 հոգի, հա։ Ու հիշում ես, որ հարսին ու փեսային սեղան չէին տանում։ Հա։ Տանում էին քավորոշ տուն Քավորի սկզբից, տունը, հետո հա։ տեղից էլ հարսանքու տուն տարան։ Ու տանում էին ակումբը դատարկել էին, հիշում եմ, Այո, սեղաններ էր դրած։ հարսանքատուն էր կոչվում դա։ Հարսանքատուն։ Հա։ Ունդեղ հավաքվում Ունդեղ էին, նվագում ժողովուրդը էին, նստում ժողովուրդը էին, պարում էին, Պարում էին, օգտվում էին սեղաններից։ դու էլ պարել չգիտեիր, ցավը տանեմ, ասում են հարսը քաղաքավարի է պարում։ Ես հիշում եմ այդ կյանքում չեմ մոռանա։ Ես էլ քո նկարն է, ցավը տանեմ։ Բա, երանի թե իմիկվա այս նկարի գեղեցկությունը պահպանեիր։ Գիտես ինչքան շատ կսիրեի քեզ։ Բաց չէր լինի։ Ես ցավը տանեմ։ Հա, Երևի ես զանգակ եմ ինքը բամբակ։ ժամանակ է լինում, ես եմ զանգակ։ Ժամանակ է լինում, ինքն է զանգակ։ Չգիտեմ, այդպես է ստացվում։ Ընձի լավ բռնի այկենիկ, ընգար էլ իմացի, Հանող չկա։ երկրորդ անգամ չեմ կարա պսակվեմ, արդեն բիձեցել եմ, ելիձի առնող չկա։ Կարաս կեզ լավ պահես։ Մտնեինք ջուրը, Դու ջուր մտնող ես։ գրկեինք իրար, լողանայինք, մտնող ես։ մեկս մյուսի մեջքը Դու մեր տրորեինք, ոտք ես լվանում հաճելի կլներ լճի իմ մեջ։ այո, ես սիրում եմ, որ կնոջս հետ եմ լողանում, թե չէ մենակ ումնա պետք։ Ճիշտ է։ Բա ոնց, Ընդունում։ բնության գրկում, մաքուր ջրում, վայելում ես քո սերը, սա է պետք մեզ, բա ցավը տանեմ։ Ես Հայաստանի համարյա բոլոր վայրերում եղել եմ բացի Տաթևից։ Այո, ես էլ չեմ եղել ընդեղ։ Դու եղել ես կոլեկտիվով գնացել, ես չգնացել։ Իրանք գնացին Տաթև, ես եկա Աբարան, Հա, իմ աղջիկը փոքր էր, այն ժամանակ ես չկարողացա ես գնալ։ ձեզ չէի բերել, այդ 74 Չէ, ես օտեղ էի։ թիվներ։ 75 թիվներ, բայց նարնեն փոքր էր, դրա համար չգնացի։ Փոքր էր ու Կոլեկտիվը գնաց, Չկարողացա։ բոլոր տեղերում հաղարծնում, էջմիածնում, ճիշտ է։ խորվիրապում, ջերմուկում, բոլոր տեղերում։ Ամեն Դու տեղ էլ հիշում ես, բանակ եկել։ մենք տեսել ենք Արուս Ասրյանին, Վարդան Աճեմյանին, Մհեր Մկրտչյանին, բեմի վրա, այդ Կարփ Խաչվանքյանին, այդ տեսակետից մենք երախտապարտ ենք Սամվելյան Զավենին։ կազմակերպում էր Այո, շուտ-շուտ, ինքը հա, գնում էինք, արվեստասեր մարդ էր։ Նա պետք է դերասան դառնար։ բայց Նրա մանկավարժություններ ընտրել։ հա, նրան մանկավարժությունը այդքան չէր հետաքրքրում, որքան այդ դերասանական կյանքը։ Դու որ թիակները վերցրեցիր, խոստանում ես հետ կբերես։ Անպայման խոստանում եմ հետ կբերեմ քեզ։ Իսկի չմտածես։ Չէ, Եթե հանգարց վարի ելეთաս չի խանգարի։ Ընկա քեզ հետը ստանելու եմ։ Հա, արխային, ես 100 տարի ապրելու եմ։ Ես մտածում եմ, եթե դու հանգարց քեզ չկարացար պահեիր ընկար, ջահել կինկարնեմ, Հո, ջահել անայք ջրվում են։ Դե արդեն գնա։ Տեսնեմ կարաս, մենակ գլուխ ես գովում։ Հա,
Վայ թե ես քեզնից լավ թիավարեմ։ Այդ է ինձ, հետ Մի րոպե։ պապի, դու ջրի միջից մի հանթիակները Դիա, Այդ- անես որ բան անես։ այդ է, ստան շատ ամի բարսասա, դու քուր պտտվում ես, դեպի են կոմպի կնան, Թիավարող էլ դարձա։ Վերջի կյանքիս վերջ տարիներին։ դա։ Հիշում ես, որ ես քեզ Արտոյ էի ասում, մամատ նեղանում էր։ Իմ տղայի անունը Արտավազդ է, Արտո Միասա։ Բայց դե ճիշտ էր ասում մերես։ Թագավորի անուն էր դրել ինձ։ Հա, բայց դե, Բայց ափսոս որ թագավոր չդարձա։ հա, ոչինչ, հետո կդառնաս։ Դու կդարձնես ինձ թագավոր, բա ոնց։ Անպայման։ Ա, Իզուր չենք ապրել, չէ՞ միասին։ Ոչ, մենք ճիշտ ենք ապրել։ Ես էի որ քո դարդը քաշեցի, ճիշտ է։ Ինչի դու իմ դարդը քաշեցի։ Բա, Կարող է ես քիչ գործ եմ արել։ մենակ գործը քիչ Ամբողջը չէ։ իմ թևերով է կառուցվել, Ճիշտ։ ամբողջ այգին, տունը։ Ճիշտ է, ես չեմ ժխտում, բայց ես միշտ քո ասածին ընդառաջ եմ գնացել։ 57 տարի ապրել ենք իրար հետ։ Ճիշտ է։ Հաշտ ու համերաշխ։ Պատահելա, տան մեջ վեճել ա եղել եւ այլն, բայց մեկս մյուսի զիջել ենք։ Ամենաշատը ես եմ Մեկը զանգակ, մեկը բամբակ, մեկը զանգակ, մյուսը բամբակ։ Ճիշտ ես։ Այդպես Ճիշտ ես, ճիշտ է։ մեր կյանքը շարունակվել է։ Բանաստեղծությունների տետրը որ կորել էր, ոնց էիր ինձ ասում դու վառել ես։ Գերում եմ նաև բանաստեղծություններ, Գիտեմ ճիշտ որ է։ գրում ես, հա։ Բայց ես վերջերս կորավ, ես ասեցի երևի դրե վառել ես, ինչ ես արել, չես ուզում որ ես ինչ որտեղ Երևամ։ Ոչ թե Երևան, այլ Ասի այ մարդ, ես կնիկը երևի։ վառել ա տետրս։ Հա, վերացրել ա։ Վերջը Օֆիկը գտավ, քենիս գտավ։ Գտավ ու ասեց Փեսա ջան, ինձ նվեր պետք է անես, ասում եմ տեսե Օֆիկ ջան, ինչ լավ էր որ գտար դու, թե չէ ինձ մեղադրում, ասում ա վառել ես։ Ջիգար ջան, հիմա ես եմ քեզ շատ սիրում, թե դու ինձի։ Ճիշտն ասա, մենակ սրտով ասա։ Դու մի քիչ արտահայտվող ես, դրա համար երևում է։ Հա, դու մտքիդ մեջ ես։ Այո, Իսկ ես բացահայտ սիրում եմ քեզ, ցավը տանեմ, արի մի հատ համբուրեմ քեզ։ ամոթ է ճարների։ Հիսուն 7 տարի միասին եկել ենք, հասել ենք նախադրանը։ Գրետա ջան, ես իմ բախտից շատ գոհ եմ, որովհետև դու ինձ հանդիպեցիր, ցավը տանեմ։ Սա իմ ճակատագիրն էր։ Դու էլ իմ ճակատագիրն ես, ապրես Արտո ջան, որ դու կաս։ Իմ միակ երազանքն է, որ միասին գնանք այս կյանքից։ Մեկս մյուսին մենակ չթողնենք, մենք չենք կարող առանց իրար։ Որ մենք դեռ երկար պետք է ապրենք ու դեռ շատ բան ունենք անելու։ Ճիշտ։ Աստված ինչքան կամեցել է, այդքան էլ կապրենք։